Երբ Մովսեսն իր ժողովրդի հետ դուրս եկավ Եգիպտոսից, ոչ ոք չգիտեր Աստծո խոստացված նոր երկրի ճանապարհը, սակայն բոլորը վստահ էին, որ Աստված կառաջնորդի իրենց, չէ՞ որ Աստծո համար անհնարին ոչինչ չկար։ Աստված ցերեկը նրանց առաջնորդում էր ամպի սյունով, իսկ գիշերը կրակե սյունով։ Շուտով մարդիկ մոտեցան Կարմիր ծովին։ Նրանք վրաններ դրեցին այնտեղ, որպեսզի հանգստանան։ Հանկարծ աղմուկ լսվեց։ Դա եգիպտական բանակն էր։ Թագավորը զինվորներին ուղարկել էր հրեաներին Եգիպտոս վերադարձնելու։ Եգիպտացիներին տեսնելով հրեաները վախեցան։ Առջևում ծովն էր, բայց լողալով անցնելու համար նավակներ չկային։ «Մի վախեցեք», բացականչեց Մովսեսը։ «Աստված կպահպանի մեզ»։ Մովսեսը գիտեր, որ Աստծո համար անհնարին ոչինչ չկար։ Աստված Մովսեսին ասաց. «Առ գավազանդ և մեկնիր ձեռքդ ծովի վրա»։ Մովսեսն արեց այնպես, ինչպես պատվիրեց Աստված։ Հետո ուժեղ քամի եղավ, ծովը ետ մղվեց, հատակը բացվեց, ջուրը երկու մասի բաժանվեց։ Մեջտեղում 4 ճանապարհ առաջացավ։ Աստծո ժողովուրդը շարժվեց դրանով և անցավ մյուս ափը։ Եգիպտական բանակը շարունակում էր հետապնդել հրեաներին։ Երբ հրեաները հայտնվեցին մյուս ափին, ծովի ջրերը միացան իրար և եգիպտացիները խեղդվեցին ջրում։ Ուրախությունից հրեաները սկսեցին փառաբանության երգեր երգել։ «Դու մեծ Աստված ես, չկա այնպիսի բան, որ դու չկարողանաս անել»։